Եթե ականը չպայթ էր, ես վստահաբար նույն արտակը չէի լինի, լավ է եղել, կոպիտ եմ ասում, որ այդպես եղավ, խոչընդոտը սովորաբար մարդու մեջ է, մարդու սրտում է, մարդու գլխում է։ Սահմանափակումը ինչ նոր հնարավորություններ է բերել նոր դաշտերում, որոնք մենք չունենք։ Ջին վիճակագրական մարդը հիշում է 5-ից 9 միշ, ես հիշում եմ 52 միշ։ Նույնիսկ կույրերը որոշակի վիզուալ կյանք ունենում են։ Ձեր Արարատ բարձրանալու նպատակը որն էր։ Անսահման են մարդկային հնարավորությունները, նույնիսկ Էվերեստի մասին էի մտածում։ Մարդու ուղեղը հետազոտել էին աշխատելիս եւ հանգստի ժամանակ եւ պարզվում էր, որ նյութափոխանակությունը նույն չափով իրականացվում էր։ Հիշողության զարգացումը եղել է նաև կուրության շնորհիվ։ Ինչպես եք առաջնորդում, երբ ինքներդ անորոշության առաջ եք կանգնած։ Բլոկադայի շաբաթներ առաջ անձամբ Վլադիմիր Պուտինը, անձամբ Արայիկ Հարությունյանին աշխատավորել է ասել. Ողջույն, 10.5 Talks-ը կրթական ոդկաստ է կամ կրթազրույցների շարք։ Ինչպես 10.5 ակումբը 3 տարի շարունակ մեկ ֆիզիկական հարթակում միավորել է 130-ից ավել մարդկանց գիտելիքն ու փորձը, այնպես էլ 10.5 Talks կրթական ոդկասթը թվային հարթակում միավորում է այդ նույն մարդկանց գիտելիքն ու փորձը։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար եւ վճարովի։ Անվճար տարբերակով աջակցելու համար ընդհանրապես պետք է բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ հավանել մեր տեսանյութերը։ Դա իսկապես ազդում է ալգորիթմի տարածման վրա։ Իսկ ովքեր կուզեն մեզ հետ այս ճանապարհն անցնել ֆինանսական աջակցությամբ, ապա կարող եք միանալ ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին։ Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր կմիանան ամսական բաժանորդագրությամբ, կստանան ամսական հաճելի անակնկալներ մեր ոդկասթի որոշ էպիզոդներից։ Շնորհակալություն։ Արտակ ջան, ողջույն։ Ողջույն Լիլիթ ջան։ Սկսենք մեր ավանդական հարցով մեր զրույցը։ Սովորաբար առավոտյան 10:30-ին որտեղ եք լինում եւ ինչով եք զբաղվում։ 10:30-ին առավոտյան կամ լինում եմ աշխատավայրում, կամ ճանապարհին, կամ տանը, այսինքն տանը ինչ որ աշխատանքով զբաղված կամ աշխատանքային հանդիպման։ Այլ կերպ ասած, քանի որ աշխատանքային ռեժիմս բավականին ճկուն է, կարող եմ նաև տնից աշխատել, այդ թվում այդ ժամին կամ ամբողջ օրը, բացի դրանից կարող եմ լինել ինչ որ միջոցառման, քանի որ թեժ ժամ է, կամ աշխատանքային հանդիպման, բայց հիմնականը կամ աշխատավայրում աշխատանքով ինչ որ ժողովներ, քննարկումներ, կամ տնից աշխատելիս։ Իսկ երեկոյան 10:30-ին։ Երեկոյան 10:30 նույնիսկ լինում է աշխատանքային զանգեր եմ ունենում, օրինակ երեկ էլ էր այդպես, բայց ավելի շատ երեխաների հետ եմ լինում, այսինքն քիչ-քիչ նախապատրաստվում ենք քննելու, լինում է, որ ինչ որ էլի աշխատանքային հարց լուծելիս նամակներ, զանգեր եւ այլն, գլխավորապես երեխաների հետ։ Շատ լավ։ 2 բալիկ ունեմ իրենց հետ համոզելու, որ քնեն։ Քանի որ չքնելու փուլում են, հա։ Այո։ Իրականում բավականին ուշ քնող են, այսինքն չեն կարողանում նրան հասնել, որ 9-ին 10-ին քնեն։ 10:30-ը մոտավոր այն ժամն է, որ պիտի համոզենք, որ արդեն պիտի պառկենք անկողնում։ Իսկ ոնց եք համոզում, հեքիաթներ պատմելով, թե հեքիաթ պատմել այլ մեթոդ կլինի, ունեք։ փոքր ննջարանում խաղալ, ինչ որ հանգիստ խաղալ, հիմնականում դրանք են լինում, կամ ավելի շուտ կարող է արդեն ննջարանում խաղեր խաղանք, բայց հիմնական մոտիվացիան, այսպես ասած, լինում է այն, որ այսպես գնում ենք անկողնում, զրուցենք կամ հեքիաթ պատմենք, դրա արդյունքում արդեն քիչ-քիչ հարմարվում են, բայց հատկապես փոքր աղջիկս 4 տարեկան է, մի քիչ դաժան քնի ռեժիմ ունի, կարող է մեզ քննացնի, հետո ինքը քնի,
առավոտյանը դժվար ենք Արթնացնի։ արթնացնում, որ տանենք մանկապարտեզ, բայց կարծես թե այս փուլն էլ ենք հաղթահարում։ Իսկ ինչ հեքիաթներ եք պատմում երեխաներին։ Իրականում նու հատկապես մեծ աղջիկս 7 տարեկան է, ինքը սիրում է ավելի շատ, որ մենք հորինենք, կամ ինքը հորինի մեզ հետ միասին։ Երևակայությունը բավականին լավ է եւ երևի նաեւ այդ տարիքում է, ինչ որ հեքիաթների մոտիվներով, տարբեր հեքիաթների կարող է հեքիաթ պատմեն կամ արդեն խաղեր կան, որ սիրում է խաղանք, օրինակ բառերի կամ անունների առաջին վերջին տառերով, որ իրար հետևից շղթայական բառեր ենք ասում, բառապաշարն է զարգանում, կամ հարահաշիվ, այսինքն գումարում հանում, բազմապատկեր բաժանել, այսպիսի բաներ ենք անում։ Մյուս երեխաս, այսինքն Արփին, մեծի անունը Նանե է, փոքրի անունը Արփի, միանգամից անուններով խոսենք։ Արփին ավելի շատ նախընտրում է, ինքը իդեպ մուլտֆիլմեր մի քիչ շատ է նայում, համեմատած Նանեին, Նանեն այդքան շատ մուլտֆիլմների սիրահար չի։ Արփին ավելի շատ սիրում է, որ Արմինեն իր համար կարդում է։ Պատմել է այդքան շատ չի սիրում, ավելի շատ ընթերցելն է սիրում կամ Ստուգված հեքիաթների կանոնի, հա։ Ինչ։ Ստուգված հեքիաթներ է սիրում լսել։ Հա, որոշ թե չափով հորիները։ հա, բայց իրականում մենք խնդիրել ունենք, որ շատ դժվար է լինում գտնել այնպիսի հեքիաթ, որը մեր ճաշակին համապատասխանում է ու սարսափ տեսարաններ կամ ինչ որ վախեցնող բաներ չկան, երբեմն նկատում եմ, որ երեխաները վախենում են այդ հեքիաթներից։ Անկեղծ չեմ էլ ուսումնասիրել պատճառը որն է, բայց հատկապես մի քիչ ավելի հին շրջանի եւ հայկական եւ ոչ հայկական հեքիաթները նկատի ունեմ ոչ արտի վերջին տասնամյակներին գրված, այլ ավելի վաղ շրջանում 20-րդ դար, 19-րդ դար ավելի վաղ, հիմնականում մեջը կա բավականին Դաժան տեսարաններ, այո, դաժան տեսարաններ եւ այլն, որը առաջացնում է եւ վախեր երեխաների մոտ եւ մյուս կողմից նաեւ ինչ որ հարցեր, ցավոտ հարցեր, որոնց այո, ինչ որ բայ պետք է պատասխանես, բայց չեմ կարծում թե այդ տարիքում պետք է այդ հարցերի անդրադառնաս։ Կա տեսակետ, որ հեքիաթները մեծահասակների համար են գրվել ու հենց Գրին եղբայրների հեքիաթները Թումանյանից շատ բաներ, իրոք տվյալ ժամանակների իրականությունն այլաբանորեն։ Այո, ես Այդքան էլ կարծում եմ երեխաներին։ ավելի շատ դա երեխաների համար չէ, երևի հետո ենք մենք մեր ավագ սերունդները մտածել, որ արժե երեխաներին դրանցով Նախապատրաստել իրականություն։ բայց չեմ կարծում, որ այդ տարիքում պետք է այդպես նախապատրաստել։ Իսկ մեծերի համար, այո, շատ ուսուցանող բաներ կան հեքիաթներում, համարենք, որ առակների յուրահատուկ տեսակներ են, եւ նաեւ հաշվի առնենք, որ 19-րդ դարում մարդկանց կրթական մակարդակը նույնը չէր, ինչ որ հիմա է, այսինքն նաեւ կրթական մակարդակին համապատասխան, եթե քննարկենք, միգուցե այդ ժամանակ այդ համատեքստում համապատասխան մեթոդ էր մարդկանց կրթելու համար։ Մեր գործընկեր TCF Armenian մեկնարկել է իր թիմի համալրման հեղինակային Growth Formula ծրագիրը։ Այս անգամ արդեն AI բաղադրիչով։ 1.5 ամիս տևող այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են միանալ TCF Armenia-ի թիմին, աշխատել միջազգային շուկաների հետ, AI-ի հետ խոսել դույով եւ գտնվել պայծառ ու լուսավոր համագործակցող մարդկանց միջավայրում։ Մանրամասները կայքում կամ ընկերության Facebook-յան, LinkedIn-յան եւ Instagram-յան էջերում։ Երեխաներից խոսեցինք։ Դուք 7 տարեկան էիք, էլի երեխա էիք, երբ ականի պայթյունից կորցրիք ձեր տեսողությունը։ Ինչ եք հիշում այդ օրվանից ու ինչ փոխվեց ձեր կյանքում այդ պահից սկսած։ Նախ 7 դեռ չկայի, գրեթե 7 էի, այսինքն 6 էի դեռ։ Ինչ եմ հիշում եմ, որ միանգամից
չեմ կորցրել գիտակցությունս, տեսողությունս միանգամից եմ կորցրել, այսինքն երկու աչքերս էլ, բայց գիտակցությունս չեմ կորցրել, ինչ որ աղոտ հիշում եմ, որ ինձ մեքենա պարկեցրեցին, մամաս էլ գրկել էր եւ մինչեւ հիվանդանոց հիշում եմ, որ հիվանդանոցում ինձ սրսկում էին, դրանից հետո բան չեմ հիշում, եւ դրանից հետո ինձ բերեցին Երևան, քանի որ վիրավորներից ամենածանրը ես էի, ուղղաթիռով միանգամից բերեցին կյանքս փրկելու համար, ու ստացվեց կյանքս փրկեցին, տեսողությունը բնականաբար ոչ, իսկ թե դրանից հետո կյանքը ինչպես փոխվեց, նախ ի սկզբանե բնականաբար դժվար էր, որովհետև 6 տարեկան երեխա տեսնի ու միանգամից մեկ օր չտեսնի, չհաշված նաև այդ մարմնական վնասվածքները, ծանր վիրավորումներ, ծանր վիրահատություններ, իրար հետևից մի քանի անգամ նարկոզներ եւ այլն, մոտավոր 1.5 ամիս դեռևս հիվանդանոցում էի, բուժման վերականգնման կուրս էի անցնում եւ մայրիկիս հետ դա ապրիլն էր, ապրիլի 7-ն էր իդեպ պայթյունը, մայրիկս անդադ դրանից հետո ասում էր իմ ապրիլի 7-ին նվեր էր եւ երբ վերադարձանք արդեն մայիսի 20-ի կողմերն էր եւ հիշում եմ ես այդ ժամանակ իդեպ նախապատրաստական դասարան էի հաճախում Ստեփանակերտում եւ տառերն էինք սովորում գրեթե ավարտել էինք այբուբենը ու ես էլ գերազանցիկ սովորողներից մեկն էի դասարանի եւ վերադարձա հիշում եմ որ մայրիկս տարավ իմ դասարանցիների հետ այբուբենի տոնը նշելու, այսինքն որպես դասարանը ավարտող եւ լուսանկարել ունենք այդ օրվանից, որ ես իմ դասարանցիների հետ ավարտել եմ, այսպես ասած, նախապատրաստական դասարանը ու դրանից հետո մայրիկս ինչքան հետաքրքրվեց ուսումնասիրեց, գտավ միակ դպրոցը կույրերի եւ թույլ տեսնողների համար կամ հետո դարձավ տեսողական խանգարումներ ունեցող երեխաների համար Հայաստանում, այսինքն Երևանում գործող միակ դպրոցն է, որը Հայաստանի ու Արցախի համար միակն է։ Եվ տարբեր խելացի մարդկանց հետ խորհրդակցելուց հետո որոշեց, որ որքան էլ դժվար լինի իր համար, ինձ համար, պետք է ինձ բերի այդ դպրոց ու 7 տարեկան դարձա հուլիսի 5-ին, սեպտեմբերի 1-ին արդեն այդ դպրոց մտանք, ինձ ընդունեցին առաջին դասարան եւ 11 տարի այդ դպրոցում սովորեցի, այդ դպրոցի ուսումնական ծրագիրը 11-ամյա էր, այն ժամանակ մնացած դպրոցներում 10-ամյա էր, մեզ մոտ որպես հատուկ գիշերօթիկ դպրոց 11-ամյա էր ու դա երկրորդ շոկն էր իմ կյանքում, այսինքն այդ ժամանակահատվածում բնականաբար դրանից առաջ էլ շոկեր եղել են, այն առումով, որ արդեն 4-5 ամիս տեսողությունդ կորցրած, քիչ-քիչ կյանքին հարմարվելով, մեկ էլ ընկնում ես լրիվ նոր միջավայր, ընտանիքից, եղբայրներից, մայրիկից կտրված, հեշտ չէր, բայց մանկուց էլ բավականին անկախ, ինքնուրույն ու համարձակ եմ սովորել, ապրել, այսինքն մայրիկն էլ է այդպես դաստիարակել եւ կարծում եմ նույնիսկ այդ ապրիլի 7-ից սեպտեմբերի 1-ը հատվածում, ինչքան հիշում եմ, որ եղբայրներս պատմում են, բավականին արագ եմ հարմարվել նոր միջավայրին, փորձել եմ նոր բաներ, նոր հմտություններ ձեռք բերել եւ այլն։ Ու ես համարում եմ անկեղծ փիլիսոփայորեն նայելով այս իրականությանը, ինչ կատարվեց ինձ հետ, որ դա այսպես ասած ական էր իմ կյանքի ճանապարհին, անխուսափելի էր արդեն երբ պայթեց դրանից հետո, չես կարող վերադարձնել նախորդ կյանքը, դա մի կողմից փորձություն է, մյուս կողմից մեծ հնարավորությունների ճանապարհ է բացել քեզ համար ու ես վստահորեն ասում եմ, որ լավ է եղել, կոպիտ եմ ասում, որ այդպես եղավ ինձ համար եւ նաեւ ինձ համար որպես հանրային գործիչ, որպես մարդ,
որովհետև եթե ականը չպայթեր, ես վստահաբար նույն արտակը չէի լինի, նույն կրթությունը չէի ստանա, նույն առաքելությունը, կյանքի առաքելությունը չէի ունենա, հանրային ծառայության չէի մտնի, կլինեի միջին վիճակագրական, միգուցե մի փոքր ավելի արցախցի երիտասարդ եւ նաեւ կյանքի այդ հնարավորությունները չէի ունենա շատ լավ կրթություն ստանալու առաջատար համալսարաններում ու վերադառնալ իմ հայրենիք ծառայելու ժողովրդից։ Սա կարճ հետահայաց իմ ընկալումն է այդ դեպքին, իհարկե դրա հետևանքով մեծ դժվարությունների եմ բախվել, դրա հետևանքով նաեւ մայրիկս սրտի կաթվածից մահացավ, երբ 16 տարեկան էի, այսինքն դժբախտություններ եղել են բնականաբար նաև դրա հետևանքով, բայց խոշոր առումով այս կյանքի խոչընդոտը ինձ համար դարձել է նաև հնարավորությունների մեծ աղբյուր, որը կարծում եմ բավականին արդյունավետ կերպով կարողացել եմ օգտագործել, կրթվել, կյանքի այլ հնարավորություններից օգտվել կամ այլ ընտրանքային կյանք ապրել եւ օգտակար լինել մարդկանց, նաեւ գաղափարապես զարգանալով։ Շատ լավ։ Դուք խոսեցիք հնարավորություններից, այ Հայաստանից բացի նաև Լոնդոնում եք սովորել, ԱՄՆ-ում եք, չէ՞, սովորել։ Այնտեղ համալսարանից դուրս մարդկանցից ինչ եք սովորել ու ինչ հնարավորություններ բացվեցին։ Առաջին հերթին նոր մշակույթ է, որ այլտեղ ապրում ես, սովորում ես, Հունաստանում էլ սովորեցի 10 ամիս, հետո Լոնդոնում, հետո Բոստոնում, եւ մի կողմից ակադեմիական կրթություն է, մյուս կողմից կրթություն է բուն համալսարանում, բայց լսարանից դուրս, որովհետեւ այդ համալսարանները տվյալ պարագայում Լոնդոնի համալսարանական քոլեջը աշխարհի լավագույն 10 համալսարաններից մեկն է համարվում, կամ Ֆլեչերի դիվանագիտության ու իրավունքի դպրոցը Բոստոնում, էլի դիվանագիտության գծով շատ առաջատար համալսարան է համարվում։ Այդ մշակույթը կրթական, իրար հետ շփվելու, գիտական հետազոտություններ իրականացնել եւ այլն, կամ բանավեճեր կազմակերպելու կամ իրականացնելու, սա էլ լրացուցիչ կյանքի կրթություն է եւ դրանից ավելի լայն այն մշակույթը, որտեղ դու ապրում ես, այն միջավայրը, դա կլինի Լոնդոնը, կլինի Բոստոնը կամ Սալոնիկին Հունաստանում, կամ այլ տեղեր, որտեղ ապրել եմ, ինձ ավելի ճկուն, ինձ ավելի լայնախոհ մարդ են դարձրել, որովհետև դրանով դու շփվում ես այլ մշակույթների հետ, շփվում ես այլ մտածողության հետ, այդ թվում ոչ կրթական, ոչ ակադեմիական իրավիճակներում խնդիրների հանդեպ կամ հնարավորությունների հանդեպ մարդիկ ինչպես են վերաբերվում, հաղորդակցության ինչ մշակույթ կա եւ այլն եւ այլն, եւ հասկանում ես, որ շատ դեպքերում քո հայացքը եղել է շատ նեղ պատուհանից դուրս եւ երբեմն մտածել ես, որ դա է ճշմարիտ հայացքը, այնինչ իրականում շատ բան հայացքների մեջ հարաբերական է, առնվազն մարդկային հարաբերություններում կարևոր է, որ միշտ դիմացինի հայացքով նայես, նաեւ եւ ավելին կարևոր է, որ երրորդի հայացքով նայես երկուսիդ, եթե միջանձնային հարաբերություն է, ու դու կտեսնես, որ քո հայացքը ուրիշ է, դիմացինը ուրիշ է, երրորդինը ուրիշ է, եւ որքան տեսանկյուններ ավելացնում ես, այնքան ավելի բազմատես, լայնախոհ կամ խորաթափանց մարդ ես դառնում, ու սկսում ես գիտակցել, որ ուրիշների հետ կիսելու բան չունես, այլ հակառակը ուրիշներին տալու շատ բան կարող ես գտնել եւ ուրիշների հետ համագործակցելու, ձեռք-ձեռքի տալու, համատեղ միասնական արժեքների համար պայքարելու հնարավորություններ ունես, բայց ոչ այսպես ուղիղ կամ դաժան կերպով մրցակցելու կամ հակառակվելու։ Սա ամենամեծ դասն է այդ մշակույթից ու հաճախակի ես հիշում եմ այդ
ժողովրդական ասացվածքը, որ կարծեմ չինական է, ասում է ջրհորի գորտը ծովի մասին պատկերացում չի ունենում։ Եվ սա իրոք շատ կարևոր է հատկապես փոքր հասարակությունների համար, որ մենք չներփակվենք մեր ջրհորում, այլ տարբեր հնարավորություններ կլինի ֆիզիկական, թե ոչ ֆիզիկական, նաև համացանցի միջոցով մենք սովորենք նաև այլ ժողովուրդների, այլ հասարակությունների փորձառությունից եւ հասկանանք, որ աշխարհը լայն հնարավորությունների օվկիանոս է եւ մենք կարող ենք նույնիսկ ջրհորում ապրելով այդ օվկիանոսի առեղծվածքները բացահայտել եւ ընդլայնել մեր ջրհորի պատերը։ Շատ լավ։ Ես վերջերս ուսումնասիրում էի, որ մեր գիտակցության վրա 30-ից 40% ազդեցություն ունի տեսողական պատկերների ընկալումը։ Ինձ հետաքրքիր է ձեր գիտակցությունը ինչպես է ձևավորվում եւ ինչ հայացքով եք դուք նայում կյանքին, երբ այդ 30-40%-ն ուղղորդված է այլ դաշտերի վրա։ Լսողական համակարգ, շոշափելիքի, ձայնային, մի փոքր կպատմեք այդ սահմանափակումը ինչ նոր հնարավորություններ է բերել նոր դաշտերում, որոնք մենք չունենք։ Այդ մի կողմից բնականաբար տեսողությունը շատ մեծ դեր ունի մարդու աշխարհը անցալելու հնարավորություններում, մյուս կողմից նաև շեղող հանգամանք է, շատ հաճախակի գայթակղությունները տեսողական են կամ շեղումները տեսողական են եւ մարդը ավելի դժվար է կարողանում կենտրոնացնել իր ուշադրությունը, այդ պահին ուշադրություն դիտարկենք, թե նույնիսկ երկարաժամկետ իր ուշադրություն կամ ֆոկուսը ասեմ, իր ներքին զարգացման վրա կամ այլ զգայարաններով ստացած տեղեկությունների տվյալների վրա։ Իմ պարագայում ես, ինչպես նշեցի, գոնե ես այդպես եմ ընկալում, կարողացել եմ օգտագործել իմ թուլությունը, տվյալ դեպքում տեսողության բացակայությունը, որպես հնարավորության աղբյուր։ Ինքը անխուսափելի թուլություն է, ինձնից կախված չէր, բայց փաստացի ես դա դարձրել եմ հնարավորության աղբյուր եւ այդ ժամանակը օգտագործել եմ կամ այդ բաց թողած հնարավորությունը տեսողություն չունենալու պատճառով բաց թողած հնարավորությունը օգտագործել եմ մի կողմից մյուս զգայարանները զարգացնելու, օրինակ դպրոցում բրայլյան համակարգով ենք մենք սովորել կարդալ, որը շոշափելիքով է, այսինքն մատերով շոշափում ենք ուռուցիկ տառերը, պայմանական տառերը, որոնք 6 կետի մեջ ամփոփված պայմանանիշներ են, այսինքն 3 հատ իրար զուգահեռ ուղղահայասներ են, 3 կետ, առաջին, երկրորդ, երրորդ, հետո առաջինի կողքին 4-րդ, 5-րդ, 6-րդ։ Եվ այս 6 կետի տարբեր համադրություններ ձևավորում են բոլոր տառերը, թվերը, կետադրական նշանները եւ այլն, եւ տեսնողներին հավասար ես կարողանում էի երկու մատով կարդալ, այսինքն այս երկու ցուցամատով նույն արագությամբ ես կարողանում էի կարդալ, որը նշանակում է զարգացրել եմ շոշափելիքը ուսուցիչների օգնությամբ կամ լսողականը եւ նաեւ իդեպ ասեմ իմ դպրոցում բավականին լավ երաժշտական կրթություն էին տալիս, բազմակողմանի զարգացում եմ ապրել դպրոցի շնորհիվ, բացի ակադեմիական առարկաներից մի քանի երաժշտական գործիք էի նվագում, երգում էի, ասմունքում էի, 7 տարեկանից սկսել եմ շախմատ խաղալ, մինչև 14-15 տարեկան պրոֆեսիոնալ շախմատ էի խաղում, արդեն ինձ ուղարկում էին տարբեր մրցույթների եւ այլն, բայց հետո թողեցի։ Եվ այս ամենը եւ գեղարվեստական զարգացումը եւ նաեւ տրամաբանական, նաեւ առարկայական եւ այլն ինձ շատ են օգնել, որ կարողանամ բացահայտել իմ չբացահայտված ներքին պոտենցիալը կամ կենտրոնացնեմ իմ ուշադրությունը ներքին զարգացման վրա։ Շատ կարդում էի, արդեն 3-րդ դասարանից բրայլյան
գրքեր էի կարդում, պատմավեպեր եւ այլն, հիմնականում պատմավեպեր կամ արկածային գրականություն եւ որը բրայլան չկար, մեր ուսուցիչներն էին կամ ընկերներն էին բարձր մեզ համար կարդում սովորական գրքերը ու գալով նորից այդ հնարավորությունը, այսպես ասեմ, դա թույլ տվեց, որ եւ զարգացնեմ զգայարաններս, մնացած զգայարաններս, ու դա ստիպեց ավելի շուտ ոչ թե թույլ տվեց, բայց քո ձգտումից էլ է կախված ու կարողություններից, եւ նաեւ իմ ներքին կարողությունները զարգացնեմ, այսինքն հայացքս դարձնեմ դեպի ներս ու հատկապես պատանի տարիքում արդեն նույնիսկ ասեմ մեծ խանդավառությամբ կամ մոլուցքով անդադ գրականություն էի կարդում ինքնազարգացման մասին, ինչ կարելի է անել, որ ավելի արդյունավետ լինես, արժեհամակարգերի մասին եւ այլն։ Ու սրանք բոլորը նաեւ դրա շնորհքն են։ Դա չի նշանակում, որ ով կուրանում է, կարողանում է դա անել, բազմաթիվ այլ գործոններ կան, որոնք ազդում են։ Բայց ով ինչ որ մի բան կորցնում է, հատկապես ֆիզիկական կարողություն, լրացուցիչ հնարավորություն ունի զարգացնելու մնացած կողմերը, որոնք հնարավոր են։ Սակայն նույնիսկ այս պարագայում պետք է հաշվի առնել, որ նույնիսկ կույրերը որոշակի վիզուալ ասոցիացիաներ կամ վիզուալ կյանք ունենում են, այսպես ասեմ, փորձառություն։ Ինչ եմ ես դա ասում, օրինակ բոլորը ասում են, չէ, որ տեսողական հիշողությունը ամենաուժեղ հիշողությունն է, ու իրականում դա ինձ էլ է վերաբերում։ Շախմատ խաղալով, շատ լավ պատմություն սովորելով եւ այլն, իդեպ նույն հիշողության հաշվին կամ դպրոցի տված կրթության հաշվին ես դպրոցական տարիներին 3 տարի շարունակ Երևանում պատմության առարկայից ամենաբարձր բալն էի ստանում օլիմպիադայում։ Այսինքն միշտ 3 տարի բարձր եմ եղել բոլորից, մի տարի էլ հանրապետական փուլում էի հաղթող։ Ու սա էլի դրա շնորհքն էր, ու գալով դրան հիշողության զարգացումը եղել է նաև կուրության շնորհիվ։ Այն դեպքում, որ տեսնող մարդիկ միջին վիճակագրական մարդը հիշում է 5-ից 9 նիշ, եթե թվերի մասին ենք խոսում, կարճ հիշողությամբ, ես հիշում եմ ամենաշատը, որ փորձել եմ 52 նիշ։ Իսկ դա եւ դա շատ լավ մրցակցային առավելություն է, շատ մեծ, ու միայն թվերը չի, այսինքն բնականաբար շատ այլ բաներ, բայց ես հիշում եմ ինչի հաշվին, հիշում եմ կառուցվածքային մտածողության հաշվին, նաեւ որին օգնել է նաեւ շախմատը, օգնել է երաժշտական կրթությունը եւ այլն, եւ հիշում եմ նաեւ վիզուալ ասոցիացիաների հաշվին։ Այսինքն ես առանց վիզուալ ասոցիացիաների ավելի քիչ եմ հիշում, քան վիզուալ ասոցիացիաներով։ Ամենապարզ մեթոդը օրինակ երկրաչափական պատկերներ ունենալ, օրինակ ես պարզ հիշում եմ հեռախոսի ստեղնաշարի վրա թվերը պատկերացնելով եւ այդ թվերի ասենք եռանիշ թվեր, որ ասենք օրինակ 1-5-9 է, չէ, 1-5-9-ով կարող եք պատկերացնել, որ ուղղակի անկյունագիծ է, կամ օրինակ 1-5-3 կարող եք պատկերացնել, որ եռանկյունի է։ Եթե դուք փորձեք, ես չեմ ասում, հենց դուք փորձեք այս պատկերները ասոցացնել, ավելի շատ կհիշեք։ Ուզում եմ ասեմ, որ նույնիսկ ինձ տեսողական հիշողությունը ավելի է օգնում, քան ոչ տեսողական, բայց ավելի զարգացած մեթոդներ կան, միգուցե մի օր ժամանակ պիտի ծախսեմ ինձ այդ ուղղությամբ էլ զարգացնեմ, կարելի է նույնիսկ հարյուրավոր նիշեր հիշել, մարդիկ կան հազարավոր նիշեր են հիշում, հատուկ մեթոդաբանություն կա կրկին վիզուալ հիշողության հաշվին, բայց ասոցիացիաներ ստեղծելով։
Այդպես նիշային թվանշաններ հիշելու հետ կապված գիտեի, որ պատմություն են կառուցում, ամեն թիվը որևէ կերպար է դառնում ու այդ դասավորվածությամբ կարողանում են նույնիսկ մրցույթներ կան, հա, մարդիկ մասնակցում են, հաղթում են, էջերով կարողանում են հիշել թվերի հերթականություն պատմության տրամաբանությամբ, բայց տեսողական ասոցիացիաները չգիտեի ու հետաքրքիր էր։ Նայեք, այդ պատմության մեջ երբ ավելացնում ես մի քանի այլ բաղադրիչ, օրինակ գույներ, դա լրացիչ օգնում է, բայց ամենակարևորը կառուցվածքն է, այսինքն ինչու է մարդը պատմությունով հեշտ հիշում, որովհետև հերթականությունը դրվագային, դրվագները իրար հետ կապում է, պատճառահետևանքային կապը ընկալում է, որ այս կետից մյուս կետ, այս ինչ պատճառահետևանքային կապը կա, միանգամից հեշտ հիշում է։ Դրա համար շատ կարևոր է, որ ցանկացած սիստեմ կառուցելիս, այսպես ասեմ, իսկ մարդու հիշողությունը կրկին էլի սիստեմ է, համակարգ է, կառուցվածքային կապերը շատ ամուր լինեն, իսկ մարդը հեշտ հիշում է պատմությունները հենց դրա հաշվին։ Հետաքրքիր էր։ Այդ ձեր ասած էներգիան դեպի ներս ուղղորդելու հետ կապված DMN տերմին կա, Default Mode Network, լռելիային ռեժիմի ցանց, ուսումնասիրություն էին արել, մարդու ուղեղը հետազոտել էին աշխատելիս եւ հանգստի ժամանակ եւ պարզվում էր, որ նյութափոխանակությունը նույն չափով իրականացվում էր։ Մի տարբերությամբ, երբ աշխատանքի ժամանակ կենտրոնացումը էներգիան, իսկ նյութափոխանակությունը սնունդը վերածում էր էներգիայի, ուղղորդում էր դեպի դուրս, իսկ հանգստի ժամանակ դեպի ներս։ Ներքին կարողությունները, ներքին կապերն ու տեղեկատվությունը իրար կապելուն։ Հա, բայց գլխավոր խնդիրն այն է, թե դու որքանով ես այդ էներգիան արդյունավետ օգտագործում։ Մեկը այդ էներգիան բացասական է օգտագործում, մյուսը ծուլանում է, չի օգտագործում, մյուսը դատարկ մտքերի վրա է ծախսում ժամանակը, մյուսը դատարկ տեսանյութեր վայելելու, օրինակ TikTok-ում կամ որևէ այլ սոցիալական ցանցում վրա է ծախսում։ Իսկ դուք ո՞նց եք եկել այդ որոշմանը ուր ուղղորդել։ Հավանաբար կարդալով, քանի որ կարդալու հանդեպ մեծ սեր ունեի։ Ինչ էիք կարդում։ Սիրելի գրքերից կամ նյութերից հեքիաթներ էի լսում, երբ ուսուցիչները կարդում էին, հետո ինչ որ պատմություններ, հետո իմ առաջին գիրքը եղավ, որ ես սկսեցի կարդալ, Դավիթ Բեկը, երրորդ դասարանում սկսեցի կարդալ եւ շատ ինտենսիվ սկսեցի պատմավեպեր կարդալ, նաև պատմություն ուսումնասիրել, պատմության հանդեպ հատուկ սեր եմ ունեցել, նաև դրա համար օլիմպիադային մասնակցեցի եւ այլն։ Հետո արդեն երևի 6-րդ, 7-րդ դասարանից արկածային գրականություն, էլի ուսուցիչներն էին կամ կարդում, կամ մայրիկս էր կարդում, երբ արձակուրդներին վերադառնում էի տուն, կամ եղբայրներս, կամ ընկերներս, դպրոցական ընկերները։ Այն ժամանակ աուդիոգրքեր չկային, չէ՞։ Շատ քիչ էր, նույնիսկ մեկս մյուսի համար կարդում էինք, ասենք ես քանի որ Բրայլան ամենաարագ կարդացողն էի ու ամենաընթերցասերն էի, ու շատ հետևողական կամային կերպով էի ես միշտ կարդում, ու մոտս մոլուց կար, որ 1 րոպե ավելորդ չծախսեմ ժամանցի վրա, այսպես ասած, իմ ժամանցը միշտ կարդալն էր։ Ընկերներս պառկում էին ընջարանում, ասենք 8 հոգի, 10 հոգի են քնում, իրենք պառկում էին, ինձ ասում էին, դե Արտակ դու կարդա, մենք լսենք, ես կարդում էի մի 40-50 էջ կարդում էի, ձայն էի տալիս, մեկ է բոլորը քնած են։ Առավոտ արթնանում են, ասում են մի հատ կպատմես ինչ եղավ։ Ու ես կարող եմ մի քանի րոպեում հիմնական միտքը ասեմ, նորից երեկոյան ասում են դե մի հատ է կարդա։ Ու այսպես տեսնող ընկերները, այսինքն թույլ տեսնող ընկերները կարդում էին նաև մեզ համար, այսինքն նաև ինձ համար այն գրականությունը, որը մենք չունեինք Բրայլյանով, իսկ Բրայլյանով շատ սուղ գրականություն կար։ Անկեղծ կարծում եմ, որ ամենաշատը ընթերցանությունն է ինձ բերել այդ զարգացմանը, այդ այն մտքին կամ այն կարողությունները տվել, մտածողական կարողությունները, որ ես կարողանամ իմ ժամանակը, իմ մտքերը ավելի արդյունավետ օգտագործել ինքնազարգացման վրա։ Իհարկե, այստեղ ամենաէականը, այսպես ասեմ,
վառելիքը արժեքներն թե դու ինչ ընկալում ունես, թե ինչի համար ես ապրում։ Ու միշտ մինչև երիտասարդ տարիք ինձ մոտ եղել է այդ բրբտումը կյանքի իմաստի եւ այդ կյանքի իմաստի տակ գտնվող արժեքային հենասյուները եւ ես ինձ համար դա կառուցել եմ ժամանակի ընթացքում իհարկե տարբեր հատկապես ուսուցիչների կամ զարգացած մարդկանց ազդեցությունը կրելով նաեւ գրականության իմ ընթերցած եւ ինձ համար դա ամենաեականն է որ ցանկացած գիտելիք, ցանկացած կարողություն, որքան էլ մարդը շատ զարգացած լինի, շատ արդյունավետ մարդ լինի, պետք է հենված լինի հստակ արժեհամակարգի վրա։ Հակառակ դեպքում հակառակ ազդեցությունը կունենա։ Կամ ուղղակի դա չի իրացվելու, չի օգտագործվելու, ինչքան էլ դու տաղանդ լինես, միևնույն է արժեհամակարգ պիտի լինի։ Սա է ամենաեականը, որտեղ, չգիտեմ, մասնակի ես եմ հասել դրան մասնակի մայրիկիս ազդեցությունն է եւ ուսուցիչների ազդեցությունը, ինչի համար ես շնորհակալ եմ բոլորին։ Շատ լավ։ Դուք նաեւ բարձրացել եք Արարատ լեռը 2013 թվականին։ Իդեպ առաջին կույր մարդն էլ 2001-ին էր բարձրացել Էրիկ Վայհենմայեր, եթե չեմ սխալվում։ Ես 9 գիտեի, բայց վստահ չեմ։ 2008-ին էլ ամբողջ բոլոր մայրցամաքների ամենաբարձր սարերն է բարձրացել, գուցե Էվերեստ բարձրացել էր 2001-ին, ու ինչի համար սա ասեցի, ինքը մի խոսք էր ասել, որ որևէ գորությունը չի կարող խնդիր լինել, եթե դու ունես նպատակ։ Ձեր Արարատ բարձրանալու նպատակը որն էր։ Մի քանի բան կա, մի քանի նպատակ կա, այսպես ասեմ։ Առաջինը Արարատի արժեքը կամ ազդեցությունը մեզ համար որպես հայ, եւ քանի որ ես էլ մանկուց պատմության հանդեպ այդքան սեր ունենալով, շատ գրականություն կարդալով, այդ թվում մեր հայրենիքի կորստի ցեղասպանության վերաբերյալ բավականին շատ գրականություն կարդալով եւ գեղարվեստական եւ գիտական ինձ մոտ ամեն դեպքում առ այսօր սուր արտահայտված է հայկական ինքնությունը, ազգային ինքնությունը, որը անքակտելի կերպով փոխկապակցված է նաեւ Արարատի հետ։ Բացի դրանից նաև քրիստոնեական բավականին դաստիարակություն եմ ստացել, մայրիկս մեծ հավատացյալ էր, ու գրեթե ամեն կիրակի եկեղեցի էր հաճախում, ինձ իր հետ տանում էր եւ այլն, եւ հաճախակի նաև ես տարբեր ճամբարների ծրագրերի եմ մասնակցել, առաքելական եկեղեցու կամ ավետարանչական կազմակերպություն կար, բարեգործական ավետարանչական ընկերակցությունը եւ այդ քրիստոնեական արժեհամակարգն էլ, քրիստոնեական կրթությունն էլ ինձ լրացուցիչ բնականաբար մոտեցրել է, այսպես ասեմ, Արարատ բարձրանալու մտքին կամ Արարատի կարևորության ընկալմանը։ Հաջորդը նաև իմ որպես հաշմանդամություն ունեցող անձ ինքս ինձ մարտահրավեր նետել ու այդ մարտահրավերը ընդունել ու հաղթահարելն է, որը ես կյանքում միշտ արել եմ ու նաև դրա հաշվին եմ ես շատ բաների հասել, որովհետև կարողացել եմ մարտահրավերների, խոչընդոտների միջոցով կոփել իմ կամքը, դառնալ ավելի ցկտող, ավելի կամային եւ երբեմն նույնիսկ թվացial խոչընդոտներ, թվացial անհաղթահարելի խոչընդոտները հաղթահարել կամքի հաշվին, խելացիության կամ խելքի իմաստնության հաշվին եւ այլն, բայց ամենաեականը կամքն է տվյալ պարագայում, որ կես ճանապարհին չես կանգնում, որ չես վախենում ու այդ կամքի հետ նաեւ համարձակությունը եւ այս պարագայում նաեւ սա էլ էր ինձ համար կարեւոր, որ որպես ենթանպատակ ես ինքս ինձ մարտահրավեր նետեմ
ու կարողանամ հաղթահարել եւս մեկ բարձունք, թվացյալ անհաղթահարելի, B. Ես նաև մարտահրավեր նետեմ ինձնից դուրս գտնվող միջավայրային կարծրատիպերին, որ կույրը կամ այլ հաշմանդամություն ունեցող անձ չի կարող որևէ բան անել, որովհետև ֆիզիկական սահմանափակություններ ունի, այլ հակառակը ցույց տամ, որ էականը կամքն է, էականը ձգտումն է եւ այն համարձակությունն է, որ դու պատրաստ ես ինքդ քեզ հաղթահարել կամ գերազանցել եւ նաեւ պատրաստ ես հաղթահարել կարծրատիպային սահմանափակումները, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ որևէ քայլ չեն անում, առաջինը անորոշությունից վախենալով, թե այդ քայլը անելիս վերջում ինչի կհանգեն, ուր կհասնեն, կհաջողեն, չեն հաջողի, երկրորդը շրջապատի, շրջակա մարդկանց հնարավոր արձագանքներից վախենալով, դա կլինի ծիծաղ կամ քմծիծաղ, դա կլինի կշտամբանք, դա կլինի ագրեսիա, կլինի զավեշտ, չգիտեմ, մեկ այլ բան, ինչ ուզում է լինի, բայց հիմնականում մարդկանց վախերն են, այսինքն սահմանափակությունը խոչընդոտ է սովորաբար մարդու մեջ է, մարդու սրտում է, մարդու գլխում է, երբ դուք այդ համարձակությունը ու այդ կամքը ունենում ես հաղթահարել քո ներքին վախերը, որոնք տարբեր ընկալումներ են անորոշության հանդեպ, ընկալումներ են նաև արտաքին ազդակների, արձագանքների հանդեպ, դու գիտակցում ես, որ իրականում քեզ ինչ է պետք կամ քո հնարավորությունները որոնք են, ու անընդհատ փորձելով այդ հնարավորությունները հասկանում ես, որ անսահման են մարդկային հնարավորությունները, դժվարը քո ներսում եղած արգելակները վերացնելն է ու խոչընդոտները հաղթահարելն է։ Ինչ էիք զգում Արարատի գագաթին։ Առաջին հերթին հպարտություն, որ մեր ինքնության հենասյունի հենասյան գագաթին ես գտնվում եւ ինչ որ ձևով միաձուլվում ես դրա հետ, երկրորդ հերթին էլի հպարտություն ասեմ կամ հրճվանք ասեմ, որ կարողացել ես ֆիզիկապես հաղթահարել այդ դժվարությունը, որը քեզ համար ու շատերի համար թվում էր անհնարին ինչ-որ բան, ու շատ-շատերը ընկերներ, հարազատներ նույնիսկ ասում էին մի փորձիր, վտանգավոր է եւ այլն, ինչ ես կարողանալու, բայց ինձ համար հստակ էր, որ ես կարող եմ, եթե տեսնողները գնում են, ապա ես էլ կարող եմ, ինչ մի խնդիր է, աչքերով չեն գնում, այսպես ասեմ, ոտքերով են գնում կամ կամքով են գնում եւ դա հաղթահարելի է։ Նույն խնդիրները կային նաեւ անորոշության համատեքստում, եթե խոսենք, երբ ես գնում էի առաջին անգամ արտասահմանում սովորելու Հունաստանում, հետո Լոնդոն, լրիվ միայնակ կյանքով էի ապրում, էլի ասում էին միգուցե չգնաս, դժվար կլինի, բա ճաշը ոնց ես եփելու, խանութ ոնց ես գնալու, համալսարան ոնց ես գնալու, ինձ համար սկզբունք է, որ եթե նպատակը ունես, կարիք կա Ռուբիկոնն էլ վառիր, անցիր ու կամուրջը վառիր, այսինքն Ռուբիկոնը պետք է անցնես, քեզ փաստի առաջ կանգնացնես, այդ դեպքում դու կարող ես հաղթահարել բոլոր վախերն ու անորոշությունները։ Այս մասով էլ Արարատի մասով էլ նույնը արեցի եւ այդ զգացողությունը Արարատի գագաթին ունեի, որ ստացվեց եւ կարողացա ես հաղթահարել եւ ներքին եւ արտաքին հնարավոր արգելակները։ Կա նոր գագաթ, որ պատրաստվում եք նվաճել։ Ես Արարատից հետո մտածում էի, որ միգուցե ավելի բարձր գագաթներ փորձեմ, նույնիսկ Էվերեստի մասին էի մտածում, հետո գիտեք, ռացիոնալ արտակը մեջս խոսեց, ասաց հանուն ինչի։ Եթե Արարատի պարագայում կա ինքնության բաղադրիչ ու դա շատ կարևոր էր իմ նպատակի համար, ես դա արեցի, չհաշված որպես հաշմանդամություն ունեցող անձ։ Էվերեստի պարագայում ուղղակի ես պետք է ապացուցեի, որ
ես կարող եմ դա անել, ուղղակի գագաթ բարձրանալ, բայց ինչ իմաստ կա դա անելու, եթե օրինակ կյանքդ վտանգի տակ ես դնում, կա ինչ-որ տոկոս հավանականություն, հաշվի առնելով նախորդ դեպքերը, այո, որ կարող է դու ուղղակի մահանաս, կամ բարձրանալիս, կամ բարձրացած հաղթանակած իջնելիս, հիմա ինչն է կարևոր քո կյանքում, ուղղակի լրացուցիչ ադրենալինի չափաբաժին ստանալ և նաև մարդկանց ապացուցել, որ դու ավելին կարող ես, քան իրենք պատկերացնում էին, թե մնալ ողջ և ծառայել քո առաքելությանն ու քո արժեհամակարգին, ես հաստատ չեմ ծնվել դրա համար, որ Էվերեստի փեշերին սառեմ մահանամ կամ ժայռից ընկնեմ մահանամ, ես դրա համար որոշեցի, որ ոչ, իմ կյանքի ճանապարհը այլ ուղղությամբ է և ոչ թե ֆիզիկական բարձունքներ նվաճելու համար եմ ես ծնվել, այլ բարոյական, հոգևոր, արժեհամակարգային բարձունքներ նվաճելու կամ այլոց օգնելու, որ այդ բարձունքները հաղթահարեն։ Ես դրա համար հստակ որոշում կայացրեցի, որ ոչ, եթե իմ կյանքի նպատակին կամ կյանքի առաքելությանը իմաստներին չեն համընկնում ու չեն ծառայում, ես իմ կյանքս լրացուցիչ ռիսկի տակ չեմ դնի։ Շատ ճիշտ որոշում եք կայացրել։ Դուք հիմնականում ներկայանում եք մարդկանց իբրև առաջնորդ, ինչպես դուք էլ ձեր խոսքում նշեցիք, օգնում եք հաղթահարել տարբեր դժվարություններ, խրախուսում եք գնալ դեմ դիմաց վախերին, ինչ թույլ կողմեր ունեք, որ ցույց չեք տալիս։ Էական շատ բարդ է ասել, ես պատանի տարիքից, երբ արդեն քիչ թե շատ գիտակից էի, մեկ այլ ուղղություն կար ինքնազարգացման, որ միշտ մտածում էի, որ ես ինձ պետք է սովորեցնեմ, որ զերծ լինեմ գայթակղություններից կամ գայթակղություններին տրվելու գայթակղությունից, այսպես ասեմ։ Գայթակղություն ասելով ինչ նկատի ունեք։ Դա եւ ներքին եւ ֆիզիկական եւ ոչ ֆիզիկական։ Բնականաբար մարդը կատարյալ չէ, որոշ հաջողություններ ես ունեցել եմ ու առ այսօր ունեմ, բայց ես հաճախակի զգում եմ, որ ինչ որ մի բան, այսինքն պայմանական ասեմ, դա կլինի ժամանց կամ որոշակի բաներ, որոնք արդյունավետ չեն քո կյանքում։ Ես բոլորը համարում եմ գայթակղություններ, այսինքն պետք չի գայթակղությունը լայն իմաստով դիտարկել, որովհետև մանկուց ինձ մոտ, մանկուց ասած կրկին գիտակից վաղ պատանեկության շրջանից մոլուց կա ժամանակը արդյունավետ օգտագործելու։ Եվ երբեմն լինում է, որ ինքնամեղադրանքի եմ բախվում, թե լավ, ինչու այս ժամանակը այսինչ բանը չարեցիր այս ժամանակին, այլ դրա փոխարեն այսինչը արեցիր։ Եվ երբեմն նաև լինում է հակառակ մեղադրանքը, որ ինչու ես գնում կատեգորիկ լուծումների, այսպես ասեմ, կյանքում բալանսն է կարևոր նաև։ Եվ այդ բալանսի փնտրտուքը, այո, երբեմն կարող են ինձ հասցնել ինչ-որ տեղ, որ մտածեմ, որ չէ, բալանսից դուրս եմ եկել, այսպես։ Եվ այդ թուլությունները կամ գայթակղությունները եղել են ու կան գայթակղություններ, որոնց հանդեպ ես կատեգորիկ զիջում չունեմ, օրինակ նյութականի հանդեպ գայթակղությունը։ Ու դեռևս պետական ծառայություն մտնելուց առաջ ես հստակ որոշում ունեի, որ ինչ էլ լինի, ինչ վիճակում էլ ես լինեմ, պետական ծառայությունը կամ պետական պաշտոնը չեմ օգտագործելու նյութական կարիքները հոգալու համար։ Ուղղակի ապրել եմ աշխատավարձով, նույնիսկ երբեմն աշխատավարձը ծառայեցրել եմ իմ աշխատանքների կատարմանը։ Բայց եղել են բաներ, որ մտածել եմ, որ լավ, այսինչ ֆինանսի մասով չեմ ասում, ոչ պետական ծառայության մեջ, այլ գայթակղություններ, որ երբեմն համարել եմ, որ
անկարևոր կամ անպիտան գործով եմ զբաղվել։ Հիմա ես չգիտեմ, սա մի կողմից թուլություն է, մյուս կողմից բալանսի մեջ կարող է ուժեղ կողմ լինել։ Եթե էլի թուլությունների մասին խոսենք, մեկ լինում է, որ ինչ որ մի բան, օրինակ թույլ կողմերից կարող եմ ասել, գտա։ Ես սիրում եմ բծախնդիր մարդ եմ, մանրուքներ շատ եմ սիրում, մանրուքներ նկատի ունեմ ինձ համար դրանք մանրուքներ չեն, դրանք նրբություններ են։ Եվ ցանկացած գործ սիրում եմ, քանի որ պերֆեկցիոնիստ եմ, սիրում եմ բոլոր դետալները մշակել, որակյալ գործը ապահովել, եւ այստեղ ես զգում եմ, որ մի կողմից բծախնդիր պերֆեկցիոնիստ լինելով, մյուս կողմից ժամանակի հանդեպ բծախնդիր լինելով, ես խախտում եմ այդ բալանսը ու երբեմն մտածում եմ, լավ ինչ է, այս մանր գործի վրա այսքան ժամանակ ծախսեցիր, եթե դրա փոխարեն կարող էիր ավելի մեծ գործ անել նույն ժամանակահատվածում։ Եվ սրա պատճառով նաև ունենում եմ ժամանակի արդյունավետ պաշտպան կամ ծախսման խնդիր եւ երբեմն նաև ունենում եմ օրինակ իմ դրած կամ նաև արտաքին վերջնաժամկետի մոտ աշխատանքը կատարելու խնդիր կամ վերջնաժամկետը անցնելու խնդիր եւ սրա պատճառն այն է, որ առաջինը գնացել եմ շատ խորը որակի համար, ավելի շատ ժամանակ եմ ծախսել նրբությունների, մանրուքների վրա, քան ընդհանուր որակ ապահովելու վրա։ Երկրորդը միաժամանակ լինելով բազմազբաղ կամ անգլերեն ասում են multitasking, հայերեն ոնց կասենք, բազմագործառույթ երևի, լինելով բազմագործառույթ մարդ, միաժամանակ փորձել եմ մի քանի գործով զբաղվել եւ ֆոկուս չեմ եղել առաջնահերթ գործի վրա։ Ես սա համարում եմ ռեալ թույլ կողմ, որովհետեւ իրոք կյանքում շատ կարեւոր է, որ ընտրես առաջնահերթությունները եւ արդյունավետ պլանավորես քո ժամանակը եւ չգնաս ամենաբարձր որակի հետևից։ Կյանքը այնքան կարճ է, պետք է ապահովես բավարար, նույնիսկ լավ որակ ցանկացած աշխատանքի, բայց կարիք չկա ապահովել կատարյալ որակ, որովհետեւ հիմա ամենակարևոր մրցակցությունը ժամանակի մեջ է։ Եվ ամենաշատը հաղթում է արագ մարդը, արագ բավարար որակ տվող մարդը, ոչ թե կատարյալ որակ տվող մարդը, բայց ժամանակից դուրս։ Եվ այս հարցում ես վերջին ժամանակաշրջանում փորձում եմ աշխատել իմ վրա, գիտակցելով իմ այս թույլ կողմը, որպեսզի ինչ որ հավասարակշռություն գտնեմ որակի եւ արագության միջեւ։ Multitasking-ի խնդիրը ես էլ ունեմ ու շատ հաճախ միաժամանակ տարբեր գործառույթներ անելիս բոլորն էլ ոչ բավարար լավ կերպով ենք անում ու նաև այդ պերֆեկցիոնիզմի նշույլները էլի ինձ եւս խանգարում են, որ շատ հաճախ գործընկերներս են նշում, բայց այդ կռվի մեջ նաև շահեկան կողմեր կան, հա, հոգուտ գործի, մինչ դու քեզ հետ կռվում ես ժամանակ թե որակ, երկուսն էլ մաքսիմալ կերպով դրսևորվում է։ Հա, դա էլ կա իհարկե։ Նաև այդ պայքարը քեզ ստիպում է, որ գտնես ավելի արագ ճանապարհներ, հա, արդյունավետ լուծումներ, մի բանը զուգահեռ ավելի արագ ապահովես, բայց որակը պահելով։ Իհարկե, այստեղ կարևոր է իդեպ նաև պատվիրակելու կարողությունը։ Այո։ Որը շատերիս բնորոշ չի։ Հա, պերֆեկցիոնիստ մարդկանց բնորոշ չի, ես դա քիչ-քիչ սովորել եմ պետական պաշտոններ զբաղեցնելիս, որ ամբողջ մի համակարգի կամ մի աշխատակազմի գործ քո վրա չես կարող վերցնել, պետք է ընդհանրապես արդյունավետ ղեկավարը առաջին հերթին արդյունավետ պատվիրակողն է։ Այո։ Որովհետև բավարար որակ չի կարող ապահովել բոլոր տեղերում։ Աստիճանաբար դա կարողացել եմ սովորել, բայց չի ասի թե շատ, որովհետև
մեկի մի բան պատվիրակում ես, երբ պերֆեկցիոնիստ ես, ինքը բերում է քեզ է տալիս, ասում ես չէ, լավ չի, հետադարձ կարծիք ես տալիս, մի հատ էլ է աշխատում, հետո այդ նյութը բերում է քեզ է տալիս, դու վրան աշխատում ես, հաջորդ անգամ իրեն տալիս, մեկը մտածում ես, լավ, ավելի հեշտ չի նստես դու անես։ Բայց այդ ընթացքում սովորելու ճանապարհ են անցնում այդ մարդիկ։ Ուղղակի պիտի իմանաս ում վրա է ժամանակ ծախսում, ում վրա ես ներդրում անում, այսպես ասեմ։ Սա է շատ կարևոր, որ մեկ-մեկ եղել է ինձ մոտ, որ ես մտածել եմ ասեմ երկարաժամկետ ներդրում է ոչինչ սովորեցնես, հետո հասկանում ես, որ չես սխալ մարդու վրա ես այդ ներդրումը անում, ավելի լավ է ընտրես ճիշտ մարդ, իր վրա ներդրում անես, ժամանակի ընթացքում իր հետ միասին ավելի շատ արդյունք կապահովես։ Հա, միանշանակ ճիշտ եք։ Մի փոքր եկեք խոսենք Արցախից։ Դուք Արցախում տարբեր ղեկավար պաշտոններում եք եղել, մարդու իրավունքների պաշտպան, մամուլի քարտուղար եք եղել, եւ այլն, պետնախարար եք եղել, այո։ Այդ ժամանակ ինչ մեծ պատասխանատվություն կար ձեզ վրա եւ վստահաբար եղել են հարցեր ու այդ հարցերը միշտ կային, որոնք չունեին պատասխաններ։ Ինչպես եք առաջնորդում կամ հանրության հարցերին պատասխաններ տալիս կամ առնվազն օգնում չհուսահատվել, երբ ինքներդ անորոշության առաջ եք կանգնած։ Շատ դժվար հարց է, մանավանդ հիմա, երբ հետադարձ հայացքով ես նայում, ու շատ հեշտ է ընդհանրապես պատմությանը գնահատական տալ կամ անցյալին եղելությանը գնահատական տալ, բայց շատ դժվար է հենց այդ պահին պատմությունը ապրելիս պլանավորել գործողությունները եւ ռիսկերը ամբողջական ընկալել, որովհետեւ բավարար տվյալ չունես։ Իսկ հիմա, երբ արդեն եղած է, ունես ամբողջական տվյալ, ամբողջական պատկեր, բացի դրանից քննադատելը շատ հեշտ է։ Բայց ինձ համար անկեղծորեն շատ կարևոր է խոստովանեմ, որ ես երբեք չեմ խաբել։ Եվ ես ասել եմ այն ու արել եմ այն, ինչին հավատացել եմ։ Այսինքն նույն մարդկանց հույս տալով, մարդկանց լավատեսություն հավատ տալով կամ պայքարելով, ես ինքս դրան հավատացել եմ։ Այո, ունեցել եմ նաև վայրի վերումներ, հիասթափություններ, բայց միշտ մտածել եմ, որ միևնույն է հույս կա ու կարող ենք ինչ որ բան համատեղ անել։ Պատկերացրեք, ես որ մարդկանց արդեն պետական նախարար ժամանակ նշանակվել եմ 21 թվականի հունիսին, իսկ որպես պետական նախարար ես համակարգում էի հումանիտար բլոկը, այսինքն կրթության նախարարը, սոցիալական հարցերի նախարարը, առողջապահության, արդարադատության, իրենց համակարգերով ամբողջապես եւ բնակարանային կոմիտեն ու բնապահպանության կոմիտեն ենթարկվում էին ինձ, այսինքն նախագահը իր լիազորությունները փոխանցել էր ինձ, որ ես համակարգեմ այդ նախարարների գործունեությունը։ Ես անընդհատ մարդկանց ասում էի, իհարկե, բացի դրանից, որպես նախկին մարդու իրավունքների պաշտպան մարդիկ միևնույն է իմ մեջ այդ իրավապաշտպանի կերպարը տեսնում էին, ես էլ ունեմ, միշտ ունեմ, ու հանրային հաղորդակցության հարցում էլ ակտիվ էի։ Միշտ ասում էի, որ պետք է մնանք Արցախում, Արցախը շենացնենք, ուժեղանանք, Հայաստանի հետ միասին համախմբված լինենք եւ այլն եւ այլն, եւ անընդհատ քարոզում էի, որ պետք է զարգացնենք Արցախը, եկեք Արցախում ապրենք։ Մի փոքր հետ գնամ, հետո գամ այս իրավիճակին։ 20 թվականի, երբ մարդու իրավունքների պաշտպան էի պատերազմի ժամանակ, շատերը ինձ այդ ժամանակ ճանաչեցին, գիտակցելով, որ իմ հանրային վստահությունը, հեղինակությունը շատ բարձր է եւ հետեւաբար պատասխանատվությունն էլ համաչափորեն շատ բարձր է, երբ պատերազմը ավարտվեց նոյեմբերի 9-ին, 10-ին, նոյեմբերի 9-ին մենք արդեն սպասում էինք, որ այս գիշեր, մոտակա գիշեր Ստեփանակերտ է մտնելու։ Ես մտա մեր տուն, որը Ստեփանակերտը շատ ակտիվ ռմբակոծվում էր, ու ադրբեջանական զորքերը մատույցներում էին, եւ մտածեցի ինչ վերցնեմ, ուղղակի վերցրեցի երեխայիս սիրելի կոշիկները, այդ ժամանակ Նանեն 2.5 տարեկան էր,
եւ կնոջս հետ այստեղ էր Հայաստանում էր գտնվում, դուրս եկա լացակումած, որ հրաժեշտ եմ տալիս տանը, եւ երբ գիշերը հայտարարությունը եղավ հրադադարի, նոյեմբերի 10-ին մի կողմից պատերազմը դադարել է, մյուս կողմից բոլորի մոտ հուսալքություն է, որ այսինչ եղավ ու ինչ կորցրեցինք եւ այլն, ու բոլորի մոտ անորոշություն է։ Արցախում մնացած տղամարդիկ շատ-շատերը նոյեմբերի 10-11 մեքենաները բարձած դուրս են եկել Արցախից, այսինքն նույնիսկ եղածներն էին դուրս գալիս, որովհետև մտածում էին, որ ինչպես կարող ենք մենք այստեղ ապրել, ադրբեջանական այսպիսի մոտիկ դիրքերով, ռուսական խաղապահներ են գալիս, հայ ինչ պիտի անեն եւ այլն։ Ես նոյեմբերի 10-ին զանգեցի կնոջս, ասացի խնդրում եմ երեխային կվերցնես, վաղը կգաս Արցախ։ Մեքենա վերջապես գտանք նոյեմբերի 12-ին կինս եկավ։ Շատ-շատերը տղամարդիկ ասում եմ գնում էին, կինս 2 տարեկան երեխայով եկավ Արցախ եւ ես փոքր տեսանյութ նկարեցի, հրապարակեցի, ասացի ժողովուրդ տեսեք, այո, շատ ծանր վիճակ է, բայց արդեն իմ ընտանիքը վերադարձել է երեխայիս հետ, չկար գազ, լույս, ջուր, ոչինչ չկար այդ օրերին, մի քանի շաբաթ հետո վերականգնվեց, ու ասացի կոչ եմ անում բոլորդ գաք տները, ով տուն ունի, մենք պետք է Արցախը շենացնենք, ու ես իրոք դրան հավատում էի, ու իմ օրինակը ցույց տվեցի։ Նույնը ինչ էի ուզում պատմեի, այս օրինակով, երբ պետնախարար ժամանակում նույնը մարդկանց ասում էի, մեր կուտակած տարիներ շարունակ մեր ընտանիքի կուտակած գումարը դրեցինք եւ Ստեփանակերտի արվարձաններից մեկում 22 թվականի հունվարին հողամաս գնեցինք տնամերձ, որպեսզի մեզ համար մեկ օր կարողանանք տուն կառուցել։ Ես Ստեփանակերտում ունեի 1 սենյականոց բնակարան, 1 սենյականոցը հերիք չի աճող ընտանիքի համար, եւ ես իրոք հավատում էի, որ պետք է գումարը դնեմ հայրենիքում, իսկ շատ-շատերը 20 թվից հետո իրենց գումարով ունեցած կուտակած գումարով Երևանում տուն են առել, որտեղ մտածում էին, որ միևնույն է կորցնելու ենք։ Հիմա այսքանը ինչ եմ ասում, մի կողմից ես պետական ծառայության, անվտանգության խորհրդի անդամ, երկրի պաշտոնով 3-րդ ղեկավարը, գործադիրում 2-րդ ղեկավարը, իմանալով շատ բան, վերլուծող մարդ, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների, կոնֆլիկտների մասնագետ լինելով, մի կողմից այո ռացիոնալ վերլուծություն ունեի ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, բայց մյուս կողմից հավատում էի, որ շատ բան մեզնից է կախված, եթե մենք այնտեղ ապրենք, մենք կկարողանանք դիմանալ ու պահել Արցախը, ու ես իմ օրինակով փորձում էի ցույց տալ, որ ինչ կարողացում եմ ճիշտ եմ իսկ որոշումները շատ դեպքերում կարող է ռացիոնալ չլինեին, իռացիոնալ լինեին արժեհամակարգից ելնելով, որովհետև իրոք ես կարծում եմ, որ քիչ տվյալներ ունենալով չես կարող շատ ռացիոնալ լինել։ Իսկ այդ պարագայում Արցախում մենք բավարար տվյալ չունեինք։ Անգամ ղեկավար պաշտոնում չունեինք։ Անգամ ղեկավար պաշտոնում բավարար տվյալ չունես։ Շատ դեպքերում դու ստիպված ես ռիսկային որոշումներ կայացնել։ Եվ գիտակցելով, որ դա կարող է շատ թանկ լինել, բայց միևնույն է ստիպված ես մի քիչ երկարաժամկետ նայել ու մտածել, թե ճիշտ տարբերակը որն է։ Ու ես կարծում եմ, որ սխալներով հանդերձ, բայց միևնույն է այդ իրավիճակում ինչ որոշում կայացնում ես, պիտի ուղղակի գիտակցես պատասխանատվության մակարդակը եւ արժեհամակարգից ու առաքելությունից ելնելով որոշում կայացնես այնքանով, որքանով տվյալները թույլ են տալիս, բայց տվյալները շատ դեպքերում դա թույլ չէին տալիս էլի։ Չգիտեմ։ Ես հիշում եմ նաեւ բլոկադայից առաջ Շուշի ընկնելուց հետո մենք Արցախում կառուցում էինք Մունք տեխնոդպրոցը, որի համար գումար էինք հավաքում, ու այնտեղ հիշում եմ ձեր ելույթը, երբ ասացիք, որ մարդկանց տարբեր մտահոգություններին, անհանգստություններին որպես արձագանք, որ
ինչքան էլ վտանգված է, վթարային իրավիճակում է գտնվում Արցախը, ամեն դեպքում ներդրումներ պետք է անել ու պետք է զարգացնել։ Դա նույնն է, թե հիվանդ մորը վերջի պահին մտածել դեղեր գնել, թե չէ, կամ մեկ օրով երկարացնել կյանքը, թե ոչ։ Այդ շատ տպավորիչ էր այդ միտքը ու շատ շատերին նաև այդ փուլում օգտակար եղավ հենց դպրոցի կառուցման, զարգացմանը աջակցելու համար։ Ճիշտ է, հետո բնականաբար եղավ այնինչ եղավ, բայց դպրոցը ամեն դեպքում շարունակեց իր ներկայությունը Հայաստանի արդեն տարբեր համայնքներում։ Այսինքն ֆիզիկական շատ բաներ, որոնք մնացին այնտեղ, գուցե նաև ոչ ֆիզիկական տարբերակով այսօր շարունակվում են, ու այդ գաղափարախոսությունը, այդ հավատը գուցե նաև հենց դրանց հետևանքն է։ Այո, ու իրականում նայեք մի կողմից ֆիզիկական այո շատ բան են կորցրել, մյուս կողմից մենք շատ բան ներդրել ենք մարդկային կապիտալի մեջ, ու այդ մարդկային կապիտալը կարող է վերադարձնել Արցախը, նույն ֆիզիկականը կարող է վերադարձնել, այսինքն երբեք ոչ ոք չպետք է ափսոսա այն գումարի համար, ինչ դրել է Արցախում, որովհետև մենք ավելին ենք կորցրել, մենք նկատի ունեմ արցախցիներս ավելին են կորցրել, քան գումարով չափվող որևէ բան։ Ու ես այդ նույն օրինակը հիվանդ մոր վերել եմ ամենամեծահարուստ հայերից մեկին, ում հետ բանակցում էի, որ Արցախում խոշոր ծրագրեր անել եւ այլն։ Ինքը ասում էր, բայց ռացիոնալ որ նայում ես, նայիր ինչ իրավիճակ է, ռուսները թույլ են, Թուրքիա, Ադրբեջան, Արևմուտք եւ այլն, դեռ Ուկրաինայի պատերազմը չէր սկսել։ Ես ուղիղ ասացի, արի ես օրինակով նայենք, էլի, եթե մայրդ հիվանդ է, կամ ծնողը հիվանդ է, ռեանիմացիայում է, գիտես, որ կարող է ինչ որ հույս կա, տոկոս կա բուժելու, արդյոք քո ամբողջ կապիտալը չես դնի մորդ փրկելու մեջ, կմտածես տունդ վաճառես, թե չվաճառես, կվաճառես, որպեսզի ծնողիդ օգնես։ Ինքը համաձայնվեց, իրոք համաձայնվեց, ասեց շատ ազդեցիկ օրինակ ես բերում, ասեցի գոնե եղած տվյալներով մենք գիտենք, որ հույսը կա, ու իրոք այդպես էր։ Չհաշված որ ռուսական կողմը մեզ հավաստիացնում էր, որ իրենք միշտ երաշխավորելու են եւ այլն, սա էլ է ռացիոնալ կողմն է, որ այդ տվյալը կա։ Ընդհանուր մինչև նախագահի մակարդակ 22 թվականի վերջին բլոկադայի շաբաթներ առաջ անձամբ Վլադիմիր Պուտինը, անձամբ Արայիկ Հարությունյանին, Արցախի նախագահին երաշխավորել է, ասել է ամեն ինչ լավ է լինելու, գնացեք ձեր տնտեսությամբ ու ժողովրդով զբաղվեք, մենք երաշխավորում ենք անվտանգությունը։ Ուզում եմ ասեմ, տես անգամ ռացիոնալ տվյալի մակարդակով ինչ է պետք, այսինքն տեսնում ես, որ Ռուսաստանի գերտերության ղեկավարը հավաստիացնում է, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա։ Այս մակարդակով էլ մեր Արցախի ղեկավարությունը չի ասի, թե խաբել է հասարակության, ինչ տվյալ ունեցել է դրանից ելնելով հարաբերվել է ժողովրդի հետ։ Չգիտեմ, բարդ է, բայց մյուս կողմից ես համարում եմ, որ դա անցյալ չի, այսինքն այո, դա մեր ցավոտ վերքն է, դա բաց վերք է, բայց ես համարում եմ, որ մեր ճանապարհը Հայաստանը ուժեղացնելն է, Հայաստանը զարգացնելն է, մենք ռեալ արդյունավետության տեսանկյունից շատ արդյունավետ պետություն ու ժողովուրդ պետք է դառնանք, դրանից հետո հնարավոր կլինի նաև Արցախ վերադառնալ, ու ես հավատում եմ դրան։ Վերջերս դուք Ժնևում էիք նաև արցախցիների վերադարձի հարցը քննարկելու թեմայով, եթե ճիշտ եմ, կան դրական փոփոխություններ կամ այդ հանդիպումներն իրապես ազդեցիկ, ինչ որ բան հնարավոր է ակնկալել այդ հանդիպումներից կամ որևէ փոփոխություն նկատելի լինում է, թե ոչ։ Լավ լուրն այն է, որ կրակը վառ է, ու մենք անընդհատ փորձում ենք վառ պահել, այսինքն նոր ծախեր նետել խարույկի մեջ, որպեսզի կրակը վառ մնա։ Եվ դրա միջոցով նաև փորձել լրացուցիչ աջակցություն գեներացնել միջազգային հանրության շրջանում, սա նշանակում է, որ իրավական եւ քաղաքական առումով մնում է
օրակարգում մեր վերադարձի հարցը։ Վատագույն նորությունն այն է, որ այսպիսի կրակը վառելու կամ վառ պահելու գործողություններով երբեք չես կարող հասնել արդյունքի, քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատասխանատվություն չեն ստանձնում Արցախի ու արցախցիների համար, Հայաստանի Հանրապետությունը ուժեղ ու զարգացած պետություն չէ։ Ու սրանք այն անհրաժեշտ պայմաններն են, որ մենք պետք է մեկ օր կարողանանք վերադառնալ Արցախ։ Իհարկե այլ անհրաժեշտ պայմաններ էլ կան, այդ թվում Արցախի ժողովրդի ինքնության պահպանումը եւ դրանից բխող վերադարձի ցանկության պահպանումը, որը հնարավոր է Արցախի ժողովրդին Հայաստանում պահելով, ոչ թե թույլ տալով Ռուսաստան կամ այլ երկրներ արտագաղթեն։ Եվ որքան ժամանակը գնա, այնքան ավելի դժվար է լինելու մեզ համար, բայց մյուս կողմից մենք ունենք շատ ամուր իրավական հիմք։ Միջազգային դատարանի որոշում, որ ամենաբարձր ատյանն է, այո, ես գիտակցում եմ, որ դա տեսական է այս պահին, ոչ մեկ դրան տեր չի կանգնում, բայց նաև ես գիտակցում եմ, որ հիմա ինչքան հնարավոր է մեր իրավունքները ամրագրելու ժամանակն է, փաստաթղթավորելու, աստիճանաբար մեր բարեկամների շրջանակը ընդլայնելն է եւ սպասել ավելի բարենպաստ միջազգային ու տարածաշրջանային պայմանների, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից պատասխանատվության ստանձնման, որովհետեւ բոլորս պետք է գիտակցենք, որ ոչ մի պետություն ավելին չի անելու Արցախի հայերի համար, այդ թվում վերադարձի համար, քան Հայաստանի Հանրապետությունն է անում։ Ում մենք մոտենում ենք պաշտոնյաների այդ հարցով դիմում ենք, իրենք հղում են անում Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը։ Ասում են, տեսեք, իրենց համար դա օրակարգային հարց չէ, մեզնից ինչ եք ուզում։ Իրենք պետք է ձեզ համար բանակցեն, իրենք չեն բանակցում։ Իրենք համարում են, որ էջը փակված է։ Բայց ես հավատում եմ, որ իրոք մենք ավելի լավ եւ Հայաստանում եւ միջազգային հանրությունում ավելի լավ պայմաններ ենք ունենալու, դա հնարավոր է։ Իսկ մեր մշակութային ժառանգությունն Արցախում թողած ինչ վիճակում է հիմա տեղյակ եք։ Գնալով քանդվում է կամ ալբանիզացվում է կամ ադրբեջանականացվում է։ Սա էլ մյուս անհրաժեշտ պայմանն է կամ խիստ ցանկալի պայմանն է, որ հնարավորինս պետք է կանխենք մեր մշակութային ժառանգության, մեր սեփականության ոչնչացումը կամ յուրացումը։ Այդ ուղղությամբ էլ ինչ որ աշխատանքներ տանում ենք իրավապաշտպան կազմակերպություններով կամ անձանցով, այդ թվում դատական հայցեր, մի քանի 100 գործ արդեն տարել ենք։ Ավելի քան 300 գանգատ արդեն եվրոպական դատարան ենք տարել, բայց միևնույն է Ադրբեջանը շարունակում է, որովհետև որևէ ճնշում չկա իր վրա եւ Ալիևյան ռեժիմը որևէ գին չի վճարում ոչ մեր ցեղասպանության ու էթնիկ զտման համար, ոչ էլ շարունակվող մշակութային ժառանգության ոչնչացման կամ մասնավոր հանրային գույքի հանդեպ իրականացվող ոտնձգությունների համար։ Ու կրկին այստեղ բախվում ենք Հայաստանի պետական համակարգի անգործությանը, ցավոք, բայց սա է իրականությունը, ինչ անենք։ Ես հիշում եմ Շուշիի անկումից հետո այնտեղ արժեքավոր շատ բաներ ունեինք ու Արցախում Ստեփանակերտում մշակույթի նախարարի հետ էինք հանդիպել, ասաց, որ առաջարկել են խորհրդային տարիներից դեռ մնացած ադրբեջանցի մի քանի նկարիչների նկարներ վերադարձնել, փոխանակել, մեր մշակութային ժառանգության հետ Շուշիում մնացած որևէ կերպ չէին համաձայնել, համարելով, որ դա այդքան էլ արժեքավոր չէ, քան այն ինչ որ մեզ պիտի վերադարձվի։ Ենթադրում եմ, ես այդ դրվագից տեղյակ չէի, բայց այո, սպասելի է։ Ու իրենք այդպիսի շատ ադրբեջանցիները այդպիսի շատ խոչընդոտներ են առաջացրել, դե չասեմ, որ նույնիսկ խորհրդային շրջանում, եթե չեմ սխալվում, ճարտարապետ Սամվել Կարապետյանը, երբ որ գնում էր նկարելու տարբեր հուշակոթողներ, իրեն մինչև իսկ ղեկավար կազմի սպառնալիքներով, ծեծելով եւ այլն, արգելում էին դեռևս այն ժամանակ, երբ այս հարցն անգամ չէր քննարկվում։ Խորհրդային տարիներ էին։ Այո, արգելում էին այդ տարածքում որևէ բան ամրագրել որպես հայկական
հուշարձան։ Մի պետություն, մի իշխանություն, ցավոք սրտի կասեմ նաև հասարակություն, որ ամբողջապես հիմնահատակ քանդում է եկեղեցի ու հրճվում է, հպարտանում է դրանով։ Հոգևոր արժեք, իրենց մասին ինչ կարող ես ասել։ Ու Ադրբեջանի գործող իշխանությունները այդ հասարակությանը այդպես են դաստիարակել։ Ալիևը շատ ուղիղ 21 թվականին կարծեմ հրապարակային հայտարարեց, որ ինքը հպարտ է, որ ադրբեջանական երիտասարդությունը մեծացել է թշնամու դեմ ատելությամբ, այդ պատճառով հաղթել ենք պատերազմը։ Ղեկավարը, որ Հիտլերի նման հայտարարություն անի, ինչ կարող ես իրեն ասել։ Դե կարող ենք հիշել նաև իրենց թանգարանը։ Հա, իհարկե, հայկական զինվոր։ իհարկե։ Փոխենք թեման, մի փոքր գանք Ավելի թեթև թեմաների, հա, ծանր է, որովհետև դուք հիմա նոր աշխատանք ունեք եւ նոր ոլորտում եք փորձում ձեր նոր գագաթները նվաճել։ Միացել եք Ռեարմենիա թիմին։ Այո։ Մի փոքր կպատմեք, այստեղ ինչով եք զբաղվում եւ ինչ նոր մարտահրավերներ ու հետաքրքիր բաներ եք գտել հաղթահարելու։ Բռնի տեղանումից հետո փորձում էի ամբողջ ժամանակս տրամադրել Արցախին ու արցախցիներին, տարբեր իրավապաշտպանական կամ քաղաքական ադվոկացիոն աշխատանքներ իրականացնելու եւ այլն։ Մի քանի ամիս հետո, քանի որ ընտանիքի եկամուտի ընտանիք պահելու խնդիր կար, առաջարկ ստացա եւ միացա բարեգործական մի կազմակերպության, մեծ սիրով աշխատել եմ այնտեղ, որտեղ իմ արժեհամակարգին համապատասխան էր։ Եվ այս սեպտեմբերի վերջին առաջարկ ստացա Ռեարմենիա ակադեմիայից։ Իհարկե դրան զուգահեռ միշտ շարունակել եմ Արցախի հետ կապված հասարակական գործունեությունը։ Եվ երբ սեպտեմբերի վերջին Ռեարմենիա ակադեմիայից առաջարկ ստացա, ու կարճ քննարկելուց հետո որոշեցի, որ այո, կարող եմ տեղափոխվել Ռեարմենիա ակադեմիա, քանի որ առաքելությունը Ռեարմենիայի ու տվյալ պարագայում Ռեարմենիա ակադեմիայի համընկնում է տարբեր ձևերով իմ առաքելության հետ, իմ արժեհամակարգի հետ, եւ բացի դրանից դա նաեւ լավ հնարավորություն է զարգանալու ու ավելի արդյունավետ մարդ դառնալու կամ ավելի արդյունավետ հայ դառնալու եւ նաեւ համատեղելու ջանքերը համախոհների հետ կամ նույն արժեքները ունեցող, կիսող անձանց հետ։ Այդ պատճառով համաձայնությունը տվեցի եւ հոկտեմբերի սկզբից արդեն միացել եմ Ռեարմենիա ակադեմիային։ Շատ արագ աճող թիմ է, արդեն մոտ 40 հոգի ենք թիմում եւ հիմնական ուշադրությունը այս պահին արհեստական բանականության կրթությունն է սկզբից Հայաստանում եւ նաեւ արհեստական բանականության ու ընդհանրապես թվային փոխակերպումը մեր միջավայրի, այդ թվում բիզնեսների, կառավարման համակարգի, հասարակության մեջ տարբեր հարաբերությունների կամ գործիքակազմերի եւ այլն, այսինքն որպես շատ նորարարական մոդել կարող ենք ասել, ակադեմիան առաջարկում է, որ կրթությունից սկսած մինչև բիզնես կամ պետական կառավարում կամ ներհասարակական հարաբերություններ, հաղորդակցություն եւ այլն, արհեստական բանականությունը կարող է շատ մեզ օգնել, որ մենք դառնանք ավելի արդյունավետ եւ դառնանք շատ ավելի մրցակցային ամբողջ աշխարհում, որպես պետություն, որպես հասարակություն, դրանով նաև հասնելով մեր ազգային նպատակներին։ Եվ հիմա ես ակադեմիայում ռազմավարական գործընկերության պատասխանատուն եմ, ավելի շատ օգնում եմ միջազգային կամ տեղական սփյուռքյան կառույցների հետ հարաբերությունների կառուցման հարցում, օգնում եմ տարբեր համակարգեր ներդնելու հարցում եւ կրթական կառույցների հետ, համալսարանների հետ
հարաբերությունների կառուցման հարցում։ Իհարկե շատ ամեն ինչ թիմով ենք անում, այս պատասխանատվությունները կամ ոլորտները պայմանական են բաշխված ըստ կարիքի, կարող ենք մի քանի հոգով մի ուղղությամբ աշխատել, ես ուրիշներին օգնեմ այլ ուղղություններով եւ այլն, բավականին արդյունավետ թիմային ոգի կա եւ առաքելության զգացողություն կա։ Եվ սա ինձ համար շատ հետաքրքիր նոր ոլորտ է, մի կողմից, քանի որ բիզնես մոդելով է աշխատում, ես երբեք չեմ աշխատել բիզնեսում, միշտ ունեցել եմ ծառայության, ծառայողի մտածողություն պետական համակարգում, հետո արդեն հասարակական սեկտորում։ Մյուս կողմից հետաքրքիր է նաև տեխնոլոգիական ոլորտը, որովհետև թեև միշտ եղել եմ տեխնոլոգիաներ սիրող, ակտիվ սովորող, օգտագործող, մարդկանց օգնող, որ տեխնոլոգիաները յուրացնեն եւ այլն, այդ թվում պետական համակարգում նորարարական լուծումներ ներդնող, բայց տեխնոլոգիական ոլորտում չեմ աշխատել, որ բոլորը այդ մտածողությունը ունենան եւ այլն, ու այստեղ եւ մարտահրավերներ ունեմ նոր բաներ սովորելու, արագ նոր միջավայրին մարտահրավերներին հարմարվելու կամ նույն լեզվով խոսելու, ինչ որ քո շրջապատում են խոսում։ Մյուս կողմից նաև հնարավորություն ունեմ նոր հայացք, նոր տեսանկյուն ավելացնելու, նոր փորձառություն ձեռք բերելու, որը ինձ կդարձնի ավելի արդյունավետ, ավելի օգտակար մարդ իմ հասարակության, իմ ժողովրդի համար։ Եվ չհաշված, որ հենց Ռեարմենիա ակադեմիայի ընդհանուր նպատակին առաքելությանն եմ ծառայելու որպես թիմի անդամ, նաև ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ես ձեռք եմ բերելու նոր որակներ կամ զարգացնելու եմ եղած որակները ու նոր հմտություններ, կարողություններ, որոնք ինձ պետք են գալու այլ ուղղություններով, այդ թվում զուգահեռ շարունակում եմ նաև Արցախի հետ կապված իմ գործունեությունը, որի համար նույնպես կարևոր է այս վերապրոֆիլավորումը։ Իսկ կան գործիքներ, որ ձեզ արդեն իսկ արդյունավետ են դարձրել արհեստական բանականության Իրականում նախքան ակադեմիա միանալն էլ իրականում բավականին ակտիվ եմ օգտագործել, միշտ սիրել եմ փորձարարական մտածողություն կամ մոտեցումներ, շատ բաներ փորձել եմ, բայց այդքան զարգացած կարողություններ չեմ ունեցել, օրինակ հաճախակի խորը հետազոտություններ եմ իրականացրել, չհաշված բովանդակության մշակում, տվյալների մշակում, վերլուծություն եւ այլն։ Հիմա արդեն նոր գործիքներ կան, որ բացահայտում եմ, ուզում եմ սովորել արհեստական բանականության ագենտներ, գործակալներ պատրաստելու գործիքներ, երբեք չեմ փորձել, կարծես թե շատ դժվար չի։ Արդեն որոշ գործիքներ կան, օրինակ, որ զանգերը, հանդիպումները, խորհրդակցությունները ձայնագրում է եւ ինքնաշխատ կերպով ներկայացնում է ամփոփագիր, այլ կարիք չկա նշումներ անելու, ու նմանատիպ այլ լուծումներ կան, որոնք շատ եւ ավտոմատացման որոշակի գործիքներ, որոնք շատ օգտակար են ժամանակը արդյունավետ օգտագործելու եւ այն, որ խոսքի սկզբից, զրույցի սկզբից ասում էի մանրուքների վրա ուշադրություն դարձնել եւ այլն, շատ բան կա, որ այլևս դու չես անում, արհեստական բանականությունը քո փոխարեն կանի, դու էլ վստահ կլինես, որ հաստատ քեզնից լավ է արել ու շատ արագ է արել, դու էլ դրա վրա ժամանակ չես ծախսել։ Եկեք մի քանի անուններ տանք գործիքների, գուցե օգտակար լինեն։ Նայեք, օրինակ, մեյքը ավտոմատացման համար ենթադրում եմ կիրառում եք։ Ես չեմ կիրառում, թիմում կիրառում են մեյքը, ու կարծես թե հիմնական գործիքներից մեկն է։ Սովորել եմ օրինակ Slack, ժամանակին Slack-ով երբեք չեմ աշխատել, եւ բավականին հարմար է թիմային աշխատանքի համար, նաև ավտոմատացման համար, այնտեղ ահագին հետաքրքիր ավտոմատացման լուծումներ կան, այսինքն հաղորդակցության կառավարման համար Slack-ը հարմար է։ Notion-ը բավականին հետաքրքիր գործիք է պրոյեկտների կառավարում, task management, թիմային աշխատանք եւ այլն, բայց խայտառակ
հայտարարություն է մատչելիության տեսանկյունից։ Համաձայն եմ։ Ես չեմ կարողանում ընդհանրապես իմ խոսող ծրագիրը նորմալ չի կարդում Notion-ի բաղադրիչները։ Ցավոք ես չեմ կարողանում թիմի հետ Notion-ով աշխատել, ստիպված միջանկյալ լուծումներ են գտել։ Fathom կա, FATHOM, բավականին հետաքրքիր ստարտափ է, հիմնականում փաթեթային վճար է, ձայնագրում է այդ իմ ասածը, կարող ես ձայնագրել, կարող ես չձայնագրել, բայց ձայնագրում է, կարող է, հիմնականում ես ձայնագրում եմ, եւ ձայնագրելուց հետո ամփոփագիր է տալիս ցանկացած հանդիպման ու բավականին բարձր որակի, անգլերենով գրեթե 100% ճշգրտությամբ ու մարդուց ավելի լավ է նշումներ անում, կարևոր հատվածները հանում, բան բաց չես թողում, հայերենի մասով մի փոքր թույլ կողմեր կան, բայց բավականին լավ։ Talk to edit ունենք, խոսում եմ, ես երկու գործիքներն էլ փորձարկել եմ, շատ լավն են, Talk to edit-ը ավելի լավ import կիրառումից ասեմ, մինչև 70 լեզուներ էլ թարգմանում է հայերեն, չինարեն, ադրբեջաներեն անգամ ունի։ Այո, շատ լավն է, Talk to edit-ը փորձարկել եմ, բայց Talk to edit-ի խնդիրն այն է, որ այդ գործիքների ընդհանրապես վավել կա, էլի հայերեն խոսքը տեքստի վերածող, բայց իրենք միայն խոսքը տեքստի են վերածում, բայց խմբագրման process-ը, հա, իրենք ամփոփագիր քեզ չեն տալիս։ Իսկ սա նաև քեզ տալիս է ամփոփագիր, կարևոր հատվածները վերահանում, ասում է, այսինչ բաներն եք պայմանավորվել, այսինչ փաստարկներն եք կիրառել, ու այդ մասով շատ հարմար է։ Իհարկե, եթե Talk to edit-ը կամ հայկական որևէ գործիք նաև արհեստական բանականությունը միացնի իրենց գործիքներին, վստահ եմ, որ այս գործառույթն էլ կարող են տրամադրել, շատ լավ կլինի, որ հենց հայկական գործիքներ կիրառենք, շատ ուրախ կլինի։ Եթե չեմ սխալվում, իդեպ կարծեմ հայկական high speech AI գործիքը անցած շաբաթ Apple-ի ներբեռնումների top 10-ում էր հայտնվել։ Չգիտեի։ Կամ high speech-ներ կամ HiGen, անունը լավ չեմ հիշում այս պահին, բայց հայկական գործիք էր ու այդպես լավ հաջողություն ունի։ Անցած տարի էր, ոնց որ high speech-ը փորձեցի, AI չէր, ուղղակի էլի խոսքը տեքստի վերածող գործիք էր։ Մատչելի չէր կրկին, այսինքն ես ինքնուրույն չկարողացա օգտագործել, պետք է կողքից մեկը գար օգներ, դրա համար չշարունակեցի, չեմ կարող շատ կարծիք տալ, բայց խոստանում եմ, ես էլ դառնամ App Store-ի հերթականներից մեկը, առնվազն կփորձարկեմ, միգուցե արդեն ավելի զարգացած գործիք է։ Ու այդպես նաև notebook LM-ն էլ արդեն պատրաստի նյութերի հետ շատ օգտակար լինում, ես շատ հաճախ եմ օգտագործում եւ տեսանյութեր եւ հոդվածներ կարողանում ես իրեն տալ, թե քո հոդվածները, թե ինչ որ ցանկացած այլ URL հղում վերլուծում է եւ այդպես լավ հետազոտողի պես նաև համարակալած տալիս է, թե որ վերլուծությունը որ հատվածից է բերել, եթե ուզում ես ավելի ընդարձակ կարդալ։ Շատ լավ, Արտակ ջան, շնորհակալություն, փորձենք ամփոփել մեր զրույցը եւ գանք մեր ավանդական նախավերջին հարցին, եթե ձեր աշխատասեղանը խոսեր, ինչ կպատմեր ձեր մասին։ Երևի կասեր, որ այս մարդու մոտ ամեն ինչ խոսող է, այսինքն համակարգիչ, հեռախոս, ինձ մոտ որ եթե առանց ականջակալ ես աշխատեմ, անընդհատ աղմուկ է, ռոբոտային ձայներ, հեռախոսը մի կողմից է ծանոթություններ կարդում, մյուս կողմից համակարգիչն է անընդհատ կարդում ինչ որ բան եւ այլն, ու ես ուզում եմ մի խոսող բան էլ ձեռք բերեմ, հիմա ուսումնասիրում եմ, արհեստական բանականությամբ աշխատող ակնոցներ կան, հենց կույրերի համար ստեղծված, որը հեշտացնում է կյանքը շատ հարցերում, նավիգացիա, տեքստերի ընթերցում, նույնիսկ մարդկանց ճանաչում, շրջապատում ով է քեզ մոտենում եւ այլն, տեղանքի նկարագրություն եւ այլն, հա։ Այդպես Ray-Ban-ից էի տեսել, որ ինչ որ կալորիաներ է տալիս ինֆորմացիա, բայց չգիտեի, որ հենց կույրերի համար նախատեսված մոդել եւս կա։ Ընտիր։ Հավանաբար դա կասեր գրասեղանը, որտեվ հիմնականում իմ գրասեղանին ուրիշ բան չի լինի, թղթեր չկան, որ գրասեղանը իզնից բողոքի որ թափթփված է,
Եկեք ասեր, որ շատ ես նստում տղա ջան, գնա մի քիչ մարզան կարա, թե չէ շուտ ես ծերանալու։ Ասեք 3 փաստ ձեր մասին, 2-ը ճիշտ, 1-ը սուտ։ Ու փորձենք տեսնել որքանով են մեզ դիտող լսողները ձեզ ճանաչում։ Չասեմ, որն է սուտ, Ոչ։ որը ճիշտ, 2 ճիշտ, 1 սուտ, բայց չասեք։ չասեմ։ Հետաքրքիր բան է։ Այնպեսի բան պիտի ասեմ, որ չհասկանան էլ որն է ճիշտ։ Այո, կարող եք 3-ն էլ այնպես абսուրդ բան ասել, որ 3-ին էլ չհավատան։ Իվա ես մտածեմ։ Մտածեք։ Մեկը ես մինչև լավ։ Մեկը ասեմ, որ ես ժամանակին գույր վիճակում մեքենա էի քշում։ Երկրորդը ասեմ, որ ես շատ լավ ձի եմ քշել ու քշում։ Եվ երրորդը որ ես պարաշուտով թռել եմ։ Շատ լավ։ Ճիշտ պատասխանը կիմանան մեզ ամսական բաժանորդագրությամբ միացած մարդիկ, որ կտեղադրենք ուղարկենք իրենց էլեկտրոնային հասցեով, իսկ մնացածը թող մեկնաբանություններում գուշակեն։ Լավ ձև ահա։ Տեսնենք։ Գիտեի որ սենց ինտրիգներ ունեք։ Այո։ Դե հիմա ասեք։ Չէ, եկեք մի հատ ամփոփենք նոր ասեք։ Ձայնագրությունը անջատում ենք, թե Չէ, ձայնագրությունը կպահենք, որ այդ հատվածը նաև ուղարկել ուղարկենք ենք։ մեր պատրոններին, որոնք ռեարմենիայով են մեզ նվիրաբերումի դեպ, այդ մարդկանց ուղղորդում ենք հայկական հարթակներից օգտվեն։ Արտակ ջան, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Կարծում եմ Շատ ստացված ու հետաքրքիր է։ հաճելի զրույց էր։ Հա, փոխադարձ։